Այս մարդիկ ուզում են դառնալ վարչապետ։ Եկեք հասկանանք, ինչպես նրանք կարող են դառնալ երկրի ղեկավար, կամ այլ կերպ ասած, ինչպես է ձևավորվում խորհրդարանն ու ընտրում վարչապետ։ Ազգային ժողովը պետք է ունենա նվազագույնը 101 падգամավոր, եւ խորհրդարանում պետք է լինի առնվազն 3 ուժ։ Սա օրենքի պահանջն է։ Իսկ ինչպես է որոշվում նրանցից ով որքան մանդատ կստանա։ Եվ ինչպես է ստացվում, որ կուսակցություններն ու դաշինքները քվեարկությամբ ստանում են, ասենք, 34% ձայն, բայց արդյունքում ունենում են 34-ից ավելի շատ մանդատ։ Առանց մաթեմատիկայի այստեղ գլուխ չենք հանի։ Պատկերացրեք, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն ընտրող։ A ուժը ստացել է 540,000 ձայն, B ուժը 200,000, երրորդը 110,000։ Մյուս խորհրդարան չանցած ուժերը միասին ստացել են 150,000-ը։ Մանդատների բաշխմանը մասնակցում են միայն խորհրդարան անցածների ստացած 850,000 ձայները։ Այս դեպքում 540,000 ձայն ստացած ուժը, որը ընդհանուր մասնակիցների 54%-ն է, խորհրդարան անցած ուժերի ձայների մեջ արդեն ավելի բարձր կշիռ է ունենում ու դառնում օրինակ 63%։ Այսինքն չանցած ուժերի ձայները համամասնորեն վերաբաշխվում են խորհրդարան անցած ուժերի միջև։ Ընդ որում, ով ավելի շատ ձայն է ստանում քվեարկության օրը, այնքան ավելի շատ մանդատ է շահում այս բանաձևի արդյունքում խորհրդարան չանցած ուժերի հաշվին։ Հավելյալ 4 մանդատ էլ նախատեսված է ազգային փոքրամասնություններին հատուկ բանաձևով, որից էլ հարաբերական մեծամասնություն ստացած ուժն է առաջին հերթին օգտվում։ Արդյունքում, եթե այս գումարում հանումներից հետո որևէ ուժ ստանա մանդատների 52%-ից ավելին, կարող է միանձնյա կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրել, ինչպես եղավ 2021-ին։ Եթե այս անգամ այդպես չլինի, ստիպված կլինենք ունենալ կոալիցիոն կառավարություն։ Այն կազմելու նախապատվությունը տրվում է ամենաշատ մանդատները ստացած ուժին։ Առաջատարը 9 օր կունենա գործընկեր գտնելու, որի հետ միավորվելով կունենան մանդատների 52%-ը եւ կհամաձայնեն վարչապետի թեկնածուի հարցում։ Եթե սա չստացվեց, խորհրդարան անցած ցանկացած այլ ուժ 5 օր կունենա երկրի ղեկն իր ձեռքը վերցնելու համար։ Պահանջները նույնն են։ Կոալիցիոն գործընկերները միասին պիտի ունենան մանդատների 52%-ն ու վարչապետի համաձայնեցված թեկնածու։ Ստացվում է ընտրություններից 2 շաբաթ անց քաղաքական պատկերը պիտի որ պարզ լինի, բայց ինչ եթե կոալիցիոն այս բանակցությունները երկու դեպքում էլ տապալվեն։ Ստիպված կլինենք գնալ ընտրությունների երկրորդ փուլի, որն ըստ օրենքի կանցկացվի հունիսի 7-ից 35 օր անց։ Սրան արդեն կմասնակցեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը։ Նրանք կարող են ձևավորել նոր դաշինքներ առաջին փուլի արդյունքներով խորհրդարան անցած ուժերի հետ։ Ով ստանա ավելի շատ ձայն, նրան էլ կտրվի կառավարություն ձևավորելու իրավունք, եւ ոչ միայն դա։ Այս փուլում առավելագույն թվով ձայները ստացած ուժը նաև կստանա բոնուսային մանդատներ, մինչև դրանց թիվը կհասնի 52%-ի, կայուն մեծամասնություն ունենալու համար։